Շնորհակալություն, պարոն Օհանյան, դուք ոլորտի փորձառու աշխատողներից եք, մասնագետներից եք, նաև այդ իմաստով ես 3 հարց ունեմ, առողջապահության համապարփակ ապահովագրության այն մոդելը, որ մենք ունենք, այսինքն մեկ ապահովական գրական ֆոնդով, պետական ֆոնդով, դուք համարում եք, որ դա մեր պետության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար դա ճիշտ մոդել է, թե դուք վերապահում ունեք այդ կապակցությամբ։ Երկրորդ հարցը, լսում ենք, ենթադրում ենք, մտածում ենք, որ կարող չարաշահումներ, անպայման կարող չարաշահումներ հնարավոր չի առանց դրա, բայց կոնկրետ MRT հետազոտությունների հետ կապված դուք լսել եք արդյոք, որ կարող են որոշ մասնագետներ կամ որոշ չինովնիկներ այս ոլորտի արհեստականորեն իրականացնել MRT հետազոտություններ, ֆինանսական օգուտ ստանալու նպատակով, եթե կարողացա ճիշտ ձևակերպեմ հարցս։ Լսել եք այդ մասին, ենթադրում եք այդ մասին, թե ոչ, եւ երրորդ հարցը, աշխատավարձները դնենք մի կողմ, իհարկե, երևի կկարգավորվի, որովհետեւ շատ ցածր են աշխատավարձները մանավանդ պոլիկլինիկաներում, բայց այն ծանրաբեռնվածությունը, որ կա պոլիկլինիկաներում, դա արդյոք չի վնասում առողջապահական ծառայությունների մատուցելու որակի վրա, որովհետև շատ է հոսքը, ինչից մենք ուրախանում ենք իհարկե, որ մարդիկ գնում են եւ բուժվում են, բայց բոլոր դեպքերում հակադարձի իմաստով դա առողջապահության հենց որակի վրա չի ազդի արդյոք, այստեղ ինչ կարելի անել։ Շնորհակալություն, պարոն Աղազարյան, վերջի հարցից սկսեմ ես, այո, ապահովագրման ներդրման արդյունքում մեր բուժառուների, շահառուների դիմելիության հոսքը չափազանց մեծ է եւ դժվար է դրան համապարփակ եւ համաչափ մոտեցում ցուցաբերելը, բայց դա էլ է նորմալ այսօր մեր իրականության մեջ, որովհետեւ շատ թիրախային խմբեր, որոնք ընդգրկված չեն եղել ապահովագրության շրջանակներում դիմելու անվճար կամ որոշ դեպքերում համավճարով, այսօր այդ մարդիկ ունենալով տարբեր քրոնիկական կամ երբեմն էլ նոր առաջացած խնդիրներ դիմում են։ Ի նկատի ունենալով սահմանված նոր կանոնակարգ աշխատանքային եւ կարծում եմ, որ այդ ալիքը քիչ-քիչ կմարի եւ մենք նաեւ կունենանք հետագա ամիսներին եւ տարիներին արդեն ավելի համաչափ եւ սահուն դիմելիություն եւ այդ առումով կարծում եմ, որ այս վիճակը առաջնային վիճակ որպես նորմալ է։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած MRT հետազոտությունների չարաշահումների մասին, դեռևս որևէ ապացուցված դեպքի մասին տեղյակ չեմ։ Այո, ահազանգեր կան կամ մտածմունքներ կան, որ նման բան կարող է լինել, եւ ես պիտի ասեմ, որ նմանատիպ համակարգերի ներդրումը նաեւ այո, ենթադրում է տարբեր տեսակի ռիսկայնության աստիճաններ չարաշահումների նկատմամբ։ Եվ այդ առումով մենք բոլորս մեր հանձնառությունը վերցրած պիտի ուշադիր լինենք, որ եթե որևէ նման դեպք լինի կամ արձանագրվի կամ ապացուցվի, դրան պատշաճ հետեւողականություն եւ որպես արդյունք ապահովենք դրա հանգուցալուծումը։ Իսկ ինչ վերաբերում է Ներողություն, շարունակ։ Իսկ ինչ վերաբերում է ապահովագրական մոդելին, ես ճիշտ ասած ուզում եմ, որ դուք ճշգրտեք, ինչի նկատի ունեք մոդելի կիրառումը ինչքանով է նպատակահարմար մեր հասարակության համար։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Օհանյան, ես նկատի ունեմ, որ մենք հիմա ունենք մեկ պետական ֆոնդ եւ դա է իրականացնում այդ ֆինանսավորումը։ Եթե ճիշտ եմ ձևակերպել, իսկ օրինակի համար դա է ավելի լավ տարբերակ, թե լիներ եւ պետական ֆոնդ, եւ մասնավոր ֆոնդ, որ մրցակցություն առաջանար եւ մասնավոր ֆոնդը թույլ չտար, որ իր փողերը ինչ-որ մի չինովնիկ ուղարկի MRT հետազոտությունների։ Օրինակի համար այդ իմաստով։ Պարոն Աղազարյան, նորից եմ ասում, հետազոտությունները իրականացվում են ոչ թե չինովնիկների ձեր ասած ցուցումներով, այլ բժշկական հանրության ներկայացուցիչների, մասնավորապես բժիշկների ցուցումներով։ Եվ այդ առումով նորից կրկնեմ, որ եթե չարաշահումներ լինեն, կարելի է այդ ամեն ինչը նկատի ունենալ եւ հետեւողականորեն նաեւ որպես արդյունք ստանալ կարգավորման իմաստով շատ մեխանիզմներ։ Իսկ ինչ վերաբերում է մոդելին, դուք հիմնադրամի գործունեության մասին եք հավանաբար ասում։ Այո, այսօր այդ մոդելն է կիրառվում եւ դեռևս որևէ ինչ որ ապացուցված կամ դրա հետևանքով առաջացած խնդիրներ էականորեն չկան եւ եթե լինեն ապագայում, ապա նաեւ դա կարելի է վերանայել եւ լիազոր մարմնի հետ, առողջապահության նախարարության հետ համապատասխան առաջարկներ անել եւ փորձել դա էլ վերանայել, եթե կլինի դրա կարիք։ Շնորհակալություն։